Հարավային Կորեայի իշխանությունները ձերբակալել են իմպիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սոկ Յոլին։ Սեուլի դատարանն անցած տարեվերջին հավանություն էր տվել Հարավային Կորեայի նախագահին կալանավորելու հրամանին կապված երկրում ռազմական դրություն մտցնելու որոշման հետ։ Յոնն ասել է, որ ինքն է ներկայացել հարցաքննության բռնությունից խուսափելու համար, նշելով, որ ավելի քան 3000 ոստիկաններ առավոտյան փորձել են ներխուժել իր նստավայր իրեն ձերբակալելու համար։ Այժմ իշխանությունները 48 ժամ ունեն Յունին հարցաքննելու համար, որից հետո պետք է նրան մինչև 20 օր կալանավորելու կամ ազատ արձակելու որոշում կայացնեն։ Վրաստանի նախկին վարչապետ հանուն Վրաստանի կուսակցության հիմնադիր Գեորգի Գախարյան Բաթումի հյուրանոցներից մեկում հարձակման է ենթարկվել միջադեպի հավանական պատճառների մասին չի հաղորդվում։ Նշվում է, որ Գախարյան հիվանդանոցում ստացել է բուժօգնություն, ենթարկվել նախնական հետազոտության։ Հիվանդանոցից լրագրողներին տեղեկացրել են, որ քաղաքական գործչի քիթն է կոտրվել, նաև ուղեղի ցնցում է ստացել, սակայն բուժզննում անցնելուց հետո նա ինքնակամ լքել է կլինիկան։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հերքել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին իր երկրի մասնակցության մասին մեղադրանքները։ Սա հերթական հորինվածքն է, որը տարածվում է Իսրայելի եւ այլ երկրների կողմից նպատակ ունենալով թեժացնել Իրանը ատյացությունը։ Իրանը երբեք նման փորձեր չի արել եւ որքան գիտեմ չի անի, ասել է Փեզեշքյանն ամերիկյան NBC News հեռուստալիքին տված հարցազրույցում։ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի այն ժամանակվա տնօրեն Քրիստոֆեր Ռեյը պնդում էր, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արդեն պայմանավորվել է հանցագործների հետ ԱՄՆ-ում քաղաքական սպանություններ կազմակերպելու վերաբերյալ։ Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Վոլոդիմիր Զելենսկին եւ Էմանուել Մակրոնը քննարկել են մարտի դաշտում իրավիճակը, Կուրսկի ուղղությամբ զարգացումները։ Պայմանավորվեցին սերտորեն աշխատել հիմնական դաշնակիցների հետ եւ անվտանգության արդյունավետ երաշխիքներ մշակել, տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով քննարկվել է նաեւ Ուկրաինայում ռազմական զորախմբեր տեղակայելու ֆրանսիական նախաձեռնությունը, դիտարկել ենք դրա իրականացման հնարավոր ընդլայնման եւ գործընթացին այլ երկրների ներգրավման հարցը։ Մանրամասնել է Զելենսկին։